Այս երկուշաբթի մարտի 23-ին ժամը 22:45-ին քաղաքագետ Արամ Ավետիսյանը շարունակելու է բացահայտել եւ հանրությանը ներկայացնել թալանչիների գործացանցանքները եւ նրանց կյանքի մութ պատմությունները։ Այս երկուշաբթի հայ հեռուստադիտողը կիմանա, թե ինչպես է վախերի մեջ ապրող Վիկտոր Սողոմոնյանը ծառայում Ռուսաստանին եւ ինչպես է ռուսներից օգնություն խնդրում ուղիղ եթերում։ В случае победы оппозиции на парламентских выборах в Армении политика Еревана станет пророссийской. Об этом в интервью нашему каналу заявил доктор политических наук, профессор МГИМО Виктор Согомонян. Он также отметил, что если действующая власть останется, то Армения выйдет из ОДКБ, членство в которой заморозила 2 года назад. Идет беспрецедентная поддержка, что является самым ярким индикатором того, что предстоящие выборы, это в каком-то смысле, может громко звучит, но в каком-то смысле это битва за Кавказ. Если действующая власть сохранит свои позиции, то естественно, что Армения выйдет из ОДКБ. Это было однозначно заявлено. И вообще пойдет слом всей архитектуры безопасности Южного Кавказа, который существовал много лет. Во всяком случае, с тех пор, как распался Советский Союз. То есть отказ от ОДКБ и выстраивание новой архитектуры безопасности, безусловно, будет проходить под патронажем Турции, потому что мы с вами хорошо знаем, что Евросоюз, не имея общей границы с Арменией, не имея такого большого физического влияния, всегда выбирает оператором Турцию. То есть в этом случае в регионе Южного Кавказа будет совершенно иная структура безопасности, что серьезным образом поменяет կարտինու в этом регионе։ Կնոջ հոդվածը ընթերցեցինք, չէ՞, որ Մտեսյան տեսել է շալվարը բարձրացնելուց Քոչյանի կաբինետում։ Այսինքն այդտենց էր դու Վիկտոր դարը գյուտյունեի տեխնացու բան տալով, չեմ ուզում ասեմ ինչ տալով։ Խելքը գլուխը թավակի արա։ Այդ հարցերից ժամանակ հələ պատմի այս Հյուսային Պողոտայի գույքը որտեղից, որ հիմա դատախազություն են կանչում կոռուպցիայի այդ դեմ կանխարգելում։ Այո, կանխարգելման հանձնաժողովն կանչում չկա, փախել է։ Բլարի մոտ այդ հարցերին պատասխանի դոկտոր պրոֆեսոր։ Դու ուրիշ բնագավառում ես դոկտոր պրոֆեսոր։ Դրա համար էլ պրոշներ լսել ես Միշիկի պես։ Այդ բնագավառում դու Միշիկը դոկտոր պրոֆեսոր եք։ Նոր տվյալներ են ի հայտ եկել Ռուսաստանի եւ Ռոբերտ Քոչյանի շահերի համար աշխատող Օրենբուրգի գործարար Աշոտ Օրդուխանյանի մասին։ Բացառիկ մանրամասներ։ Օր առաջ մենք անդրադարձանք եւ բացահայտեցինք այդ Օրենբուրգի Աշոտի կոչված այդ Քաքլյանին, որ կանչել է ինչ-որ հարցազրույց էր տալի, մեր հայրենակիցները շատ օպերատիվ կերպով ինձ տվյալներ են հայտնել, որ այդ Օրենբուրգի Աշոտիկը պարզվում է ինչ-որ հայտնի խաղամոլ է, Ղումարբազ մեր լեզվով ասած, այս երևույթը եւ ինչն է շատ կարեւոր, որ նշեցին, որ ինչ-որ Օգանովսկին մի ճուտ ունի արգամա ունի, ինչ է այդ արգամի հետ սրանք գումար բան են խաղում, սենց երևույթներ են, խաղամոլներ են եւ Ռոբերտ Քոչյանի Սերժիկի թայֆեն այդ պետք է լինի, կամ բենզինիստ, նարկոման կամ խաղամոլ, կազինոյի մասնագետ։ Գնացեք կազինո խաղացեք արա, ձեր հետ է։ Նիժապիրմա մեր հարաբերություններին մենք այսօր Արտուր որպես ինքնիշխան անկախ երկիր, թե ունենք լավ հարաբերություններ ԵԱՏՄ կազմակերպության հետ, ռուսական շուկայի հետ եւ նաեւ ինչու՞ չէ Արևմուտքի Եվրոպայի հետ, Ֆրանսիայի հետ եւ մենք ինքնիշխան երկիր ենք։ Ռոբերտ Քոչյանը շարունակում է մի փոքր խմբակի ներկայացնել, թե ինչպես է ինքը իր կառավարման տարիներին դպրոցներ կառուցել եւ մի քանի անգամ բարձրացրել ուսուցիչների աշխատավարձները։ Արդեն հնչեցվեց, թե ինչքան դպրոցներ կառուցվել, օրինակի նախագահության օրոք, բայց երբեք մտներով չեն անցնում, որ դպրոց կառուցում ենք նրա համար, որ մի դպրոց է կառուցենք նրա համար, որ 4-ը փակենք, այդպիսի բան չեն կարող։ Եվ դուք ուղղակի հիշեցրել եք հետևյալ հանգամանքը, որ մեծ պատկեր է ճիշտ է եւ 10 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը իսկապես բարձրացել են 6%։ Մի քանի անգամ, sense անորը 6%։ Եվ այն ժամանակ նույնիսկ մտքով չեն անցնում, որ անընդհատ պիտի դրա մասին խոսեն։ Ինչ դպրոց կառուցել, ես էլ եմ չէ դպրոցում սովորել, ի տարբերություն իր քնձխ ընտանիքի։ Փեջ էինք վարում դպրոցում։ Մենք ոչ ենք սովորել տարիներ։ Փեդ, ես իմ ձեռով փեդ եմ, ձմերը փեդ եմ վարել։ Այդ տրուբի հոտից այդ մրի մեջ մենք դաս անենք, թե փեդ
Պարկետ էինք վարում, դա եմ հիշում։ Պարկետը պոկում վարում էինք դպրոցում նստած։ Օրվա կեսը մտածում էինք փեդի 10-ով պարկետի բանով ոնց տականանք, ինչ դաս։ Եկել է իմաստը հեքիաթ է պատմում։ Մեր ստեղծագործական խումբը բացահայտեց, որ Տելեգրամյան հատուկ խմբերում սկսել են նախապատրաստել մոլորված արցախցիներին, որ կատարեն Քոչարյանի եւ նրա խմբակի հրահանգները։ Մենք աշտարակում բացահայտել ենք, որ գոյություն ունի այդպես ծպտյալ որջը Ղարաբաղցիների, որը որ դրանց վերբով կայար այդ մետաքսե կոչվածը, այդ զիբիլի վրիկատուն, ինչպես ասում են, եւ նաեւ նշել ենք, որ Telegram ալիքներ կան հատուկ իրենց համար բացված, որոնք որ այդ Telegram-ում այդպես պրագոն են անում կներեք արտադրությունից համար, թե միտինգ եկեք, ես արեք, արեք, այսինքն այդ փակ ալիքներ կան, խմբեր կան Telegram-յան։ Ես մեր սիրելի հայրենակիցներին, իսկական հայերին Արցախից խնդրում եմ այդ եթե ունեք ինֆորմացիա այդ ալիքների հետ կապված, մեզ փոխանցեք, որպեսզի սրանց ենթարկենք պատասխանատվության։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, քիչ ամենում կաստիլով մանգա։ Հազիվ ես քայլում, արա ինգլիս քուչեքը ձեն ես մուրում։ Այն մունքին բելային էլ հետը տար, որ մունք անում։ Հիշել է մարտի 8-ին հայ կանանց։ Հայ կանայք չնայած թքեցին սրանց դեմքին։ Սա ասելիք չունի Արտուր Ռոբերտ Քոչարյանը այլևս քաղաքական դիակ է եւ ուղղակի է զարմանում եմ այն մեր մոլորված քաղաքացիների վրա, որ գնում սրանց հետ հանդիպում են։ Չնայած գնալով պակասում է այդ զանգվածը, բայց ցավոք սրտի դեռ կան մոլորվածներ։ Բայց մի ուրիշ բան ասեմ, հաջորդ հանդիպմանը սիրելի հայրենակիցներ, եթե մի քիչ նամուս թարսի ինքնասիրություն ունեք, մի քիչ ուղեղ ունեք, որ նստում եք այդ վիժվածքի դեմ, մտ հարց տվեք։ Ասեք, պարոն Արցախը հետ բերող, չգիտեմ, հերոս, առույց, Կովկասյան վագր, բայց ասեք այ առույց թորները սիուշնխի է ցրթում Ամերիկայում։ Առույցի թորները խին Ամերիկայում ծնվում։ Քաղաքացին ուշագրավ մանրամասներ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ Տիգրան Սարգսյանի սեռական օրենտացիայի մասին եւ ներկայացրել թե ով է պահում ինտիմ տեսանյութի կրկնօրինակը։ Հոկտեմբերի 28-ից հետո, երբ Սայիդի որդի Ռոբերտ Քոչարյանը ամրապնդեց իր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, նախագահի նստավայրը վերածվեց համասեռամոլների ակումբի։ Նրանց թայֆան վերջ չուներ։ Բոսյակ Տիկո, Սողոմոնյան Վիկտոր, Հաուցյան Դավիթ եւ այդպես շարունակ։ Քոչարյանը իր ընկերուհու Բոսյակ Տիկոյի միջոցով վաճառեց Հայաստանի Հանրապետության պետական ոսկին։ Աշխատեցին միլիոնավոր դոլարներ։ Կյանքը ուրախ էր ապրուստը ձրի։ Քոչարյանը եւ նրա հարեմը զավթել էր իշխանությունը։ Ամեն ինչ փոխվեց նրանց համար, երբ 2007 թվականին Քոչարյանը որոշեց իշխանությունը փոխանցել իր հարեմի պատվավոր անդամ Դավիթ Հարությունյանին։ Հենց այդ պահին հայտնվեց Սերժիկ Սարգսյանը, որի մոտ էր հայտնվել դեռ հեռավոր 1998 թվականին Քոչարյանի եւ Բոսյակ Տիկոյի մասնակցությամբ Սեփազան տեսանյութը, որը փոխանցել էին ժամանակին Վազգեն Սարգսյանին։ Թե ինչ տեղի ունեցավ Քոչարյան-սերժական Բոսյակների միջև եւ ինչպես զարգացան դեպքերը, ձեզ կներկայացնեմ մոտ ապագայում։ Էքսկլյուզիվ մանրամասներ, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանը եւ Տիգրան Սարգսյանը յուրացրել պետական 1400 կիլոգրամ ոսկին եւ վերավաճառել արտերկրում։ Երբ նա նշանակվեց վարչապետ, այնուհետև 98 թվականին Սարգսյան-Տիգրանին բերեց նշանակեց Կենտրոնական բանկի նախագահ, խնդիրը կանում էր նրանում, որ այդ ժամանակահատվածում մենք ունեինք պետական պահուստ 1400 կիլոգրամ, այսինքն 1 տոննա 400 կիլոգրամ ոսկի կար Կենտրոնական բանկում, որը որ Հայաստանի Հանրապետության սեփականությունն էր։ Եվ մեզ Ալբերտ Հյուզբաշյանը, որը որ այդ օրերին ներկայ ա եղել այդ բոլոր process-ներին, նշում է, որ քանի որ Ռոբերտ Քոչարյանը համասեռամոլ այդպես հակումներ ունի եւ արդեն իսկ նաեւ նույն Տիգրան Սարգսյանը եւս այդպիսի կհիշեք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ լինում նրա սեքսուալ օրիենտացիայի հետ կապված տիկուլիկի եւ Տիգրան Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի այդ ինտիմ կապի արդյունքում Սարգսյան Տիգրանը որպես հավատարիմ շուն Ռոբերտ Քոչարյանի նշանակվեց Կենտրոնական բանկի նախագահ 98 թվականին, որպեսզի ապագայում այդ ոսկին վաճառեին Քոչարյանը Սարգսյան Տիգրանի գլխավորությամբ նրա միջոցով եւ այդ ընթացքում մեր աղբյուրը նշում է, որ Վազգեն Սարգսյանին զեկուցում են, որ տեսանյութ են տրամադրում, որ սրանք ինչով են զբաղվում։ Այս Քոչարյան Ռոբերտը այդ Սարգսյան Տիգրանը։ Հենց այդ ընթացքում է, որ Դեմիրճյանը տեսնելով այդ տեսանյութը, որովհետև արդեն Վազգեն Սարգսյանը եւ Դեմիրճյանը դաշինք էին կազմում, որպեսզի այս Ղարաբաղցի այս
վիժվածքին հերացնեին հասկացել էին ինչա տեղի ունենում այս Ալիևի քութիկին, այդ ժամանակ որ Դեմիրճյանը հենց մանկանունը Տիգրան Սարգսյանի բոսյակ է դնում, որ հյուրանոցում են իրենց ժամանակը անցկացրել Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը, Տիգրան Սարգսյանը եւ Դավիթ Հարությունյանը, եւ ինչպես է Սերժ Սարգսյանը հրանգավորել գաղտնի նկարանել եւ կոմպրոմատներ հավաքել տվյալ անձնավորությունների վերաբերյալ։ Մեր կուսակցության ղեկավար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցանկանում եմ ձեզ բոլորին ողջունել այսօրվա տոնի կապակցությամբ։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք երջանիկ։ Ուզում ենք, որ այս տրամադրությունը տարածվի ամբողջ հանրապետությունում։ Ռոբերտ Քոչյանի վախերը մինչ օրս Սերժիկ Սարգսյանից կայանում են հենց դրանով, որ Սերժիկի մոտ կան բազմաթիվ տեսանյութեր, թե նախագահական նստավայրից, թե կհիշեք հյուրանոցում էր Ռոբերտ Քոչյանը, որ նախագահ հենց ինքը հանձնեց իշխանությունը փակվեց։ Նոր Ձորաբերդ էր կոչվում այդ ռեստորանը հյուրանոցային համալիրը Ձորում։ Այդ Ձորում շատ այդ Ձորի տեղը, այդ հյուրանոցի տեղը շատ լավ գիտի Սողոմոնյան, Վիկտորը, Հարությունյան, Դավիթը, Սարգսյան, Տիգրանը նույն ինքը Բոսյակը, որոնք որ եղել են պատվավոր անդամներ այդ ինչը որ այնտեղ տեղի ունեցել Ռոբերտ Քոչյանի հետ եւ սիրելի հայրենակիցներ, այս կոնտեքստում մենք եւս մեկ անգամ բացահայտեցինք, որ Ռոբերտ Քոչյանը ոչ միայն երկիրն է թալանել, ոչ միայն հայի ինքնությունն է փորձել ոչնչացնի, այլ նաեւ շարքային համասեռամոլ է, Էլթոն Ջոնը։ Եվ այդ Էլթոն Ջոներին հավաքել իր շուրջը, կհիշեք, չէ՞, նախագահական տարիներին 2000-ականներին մտնում էր նախագահական բանտիկով, բիգուձիով տղեկ էին։ Մատցիուն մատ աղջիկ չկա, զարմանում էր, ասում էր լավ, նա Բաղրամյան 26-ում մտքին չկա։ Տիգրան Սարգսյանը կխանդեր։ Հա, Տիգրան Սարգսյանը կարող է ինքնասպան լիներ։ Եվ այսինքն անգամ վիզուալ, եթե դուք հիշեք այդ տարիները, դուք տեսնեք, չէ՞, իր կադրերին։ Բանտիկով, բիգուծիով, մազերը sense մեջտեղից բացած կարեկադրած ֆուցաններ էին։ Այս է եղել։ Գոմիկների հավաքածու, այս գոմիկների մայրիկներն ինչ-որ իշխանություն ուզում զավթեն։ Տարբեր ռեստորաններում մուղամներ քաշած եւ տարիներ շարունակ հարկեր չվճարած, եկամուտները թաքցրած երգիչները հիմա որոշել են ակցիաներ անել եւ ներկայացնում են, թե իբրև արհամարված է պետության կողմից եւ պահանջում են նոր ջրագծեր, նոր ասֆալտ եւ լուսավորություն։ Շնորհակալություն խոստրամադրելու համար։ Ես հարցում եմ պետքա արհամարված չլինեն ստեղի բնակիչները, որովհետև նրանք էլ են արժանի լավ կյանքի, որ բարեկարգեն, ջրի հարցը լուծելուց հետո ճանապարհի հարցը լուծվի, որովհետև նենց տպավորությունը ոնց որ լքված թաղամաս լինի։ Այո, ցանկալի կլինի հասկանանք այս ընթացքը ում կարող ենք դիմել, ինչպես կարող է ամեն ինչը լուծում ստանալ այս հարցերը։ Մի խոսքով մեր գյուղապետարանը դե արդեն խոշորացման տակ ենք ընկել առաջվա գյուղապետ ոչ մի բան չի կարանի, բնական է, այդ ռեսուրսները գյուղապետ այնտեղ մանկապարտեզ են կառուցել, ճանապարհներ են վերանորոգել, ամբողջ հանրապետությունով մեկ ճանապարհներ են կառուցվում, մենք դա տեսնում ենք, չենք քաղաքականացնում, բայց տեսնում ենք, չենք էլ շղթում։ Նորմալ է։ Բայց այս տաղամասը լքված է մի այլ կարգի 30 տարուց ավել։ Ասֆալտ երբ է եղել։ Ոչ մի անգամ այստեղ չի եղել։ Չէ, տրտատ մեծից էս կողմ ասֆալտ չի եղել։ Ոչ մի անգամ ասֆալտ չի եղել ու ոչինչ չի եղել։ Սիրելի հայրենակիցներ, տեսեք, ես գիտեմ, որ դուք բազմաթիվ առիթներ եք ունեցել, դուք ձեր ազգականները եւ միլիոնավոր դրամներ եք վճարել այդ երգիչներին, երգիչ, երգչուհի։ Այսինքն մեզ պետք է որ դուք գաք եւ ներկայացնեք, թե որքան գումար եք ու քանի որ դա ծնունդակնունքը հարսանիքը բնականաբար օրն էլ է ֆիքսված Արտուր։ Մարդը հիշում է իր հարսանիքը որ օրն է եղել եւ այդ օրը որքան գումար է տվել այդ զիբիլի վրի կատուներին, որ ողջևորվել են։ Հենց կգաք կներկայացնեք, մենք կնախապատրաստենք այդ ամեն ինչը եւ այդ մարդկանց կբերենք հարկային դաշտ։ Կասենք, պարոն, չգիտեմ ինչան 2019-20 թվականին այսինչ օրը այսինչ ժամին քեզ փոխանցել են օրինակ 5 միլիոն, 2 միլիոն դրամ։ Այս մարդիկ ծառայություն ես մատուցել, երկել ես, թռել ես, չգիտեմ ինչ ես արել, ապարել ես, դա եւս ծառայություն է։ Ու կասենք հենց այդ այդ ենք դրա հարկը ուր է։ Ու սրանք սիրուն սիրելի հայրենակիցներ, ղազի պես գլուխները կախ,
կգան եւ մեր պետական բյուջե լրացուցիչ միջոցներ կհավաքագրենք մենք, որովհետեւ սա նորից եմ նշում, հարկերից խուսափում է, բարձրաձայն եք ասեք, մենք հետամուտ կլինենք եւ այդ մարկանց կբերենք հարկային դաշտ, ինչպես ասում են։ Այդ ժամանակ թող հելնեն ասֆալտից խոսան, ասում են ասֆալտ քիչ են արել, որ քո նման քաղաքացիները այդ հարկերը չվճարեն, ասֆալտ որտե՞ց պետք է անեն։ Կամ այդպես ասֆալտից եք խոսում, Քոչյանի Սերժի վատ քիչ եք խոսում։ Թե բորձերը կկողեին համապատասխան տեղները։ Սաժիկի գլխավորությամբ։ Երկու հատ ես կուղարկեր, այդ երկիչ կոչվածն են։ Երկիչները այդ շոու բիզնեսը Արտուր հիմա ոգևորվել է, ծպտուն է հանում։ Շահակին Ռիտայի համար ճտություն էի կանում, արա։ Այս եւ այլ կարևոր թեմաներով լի ծավալուն եւ բացառիկ եթերը դիտեք այսօր, մարտի 23-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։